Մեր հարցը վերաբերվում է Հայաստանում քաղբանտարկյալների խնդրին։ Ընդդիմությունը նշում է, որ ավելի քան 60 քաղբանտարկյալ կա մեր երկրում։ Ո՞րն է ԵՄ դիրքորոշումը այս հարցում։ Ինչու է Եվրամիությունը լռություն պահպանում։ Listen, we expect the authorities to apply all the standards which are Մենք ակնկալում ենք, որ իշխանությունները կիրառեն բոլոր այն չափանիշները, որոնք պահանջում են օրենսդրությամբ եւ սահմանադրությամբ։ Մենք կապի մեջ ենք բոլոր այդ մարմինների հետ։ Մենք չենք կարծում, որ անհրաժեշտ է քաղաքականացնել առանձին գործերը։ Դրանք պետք է դիտարկել երկրի ներսում ընթացող քաղաքական եւ ինստիտուցիոնալ քննարկումների համատեքստում։ Այնպես որ Եվրոպական միությունը լուրջ չէ, սակայն Եվրոպական միությունը չի կարող սկսել մեկնաբանություններ անել, քանի որ մենք իրավասու մարմին չենք։ Մենք աշխատում ենք գործընկերների հետ, ունենք երկխոսություն նաև քաղաքացիական հասարակության հետ։ Աշխատում ենք ինչպես կառավարության, այնպես էլ ընդդիմության հետ, որը նույնպես հետևում է այդ գործերից որոշներին։ Մենք մշտական երկխոսության մեջ ենք բոլորի հետ։ Սա է մեր գործունեությունը, եւ մենք լուրջ չենք, քանի որ այստեղ ենք աջակցելու Հայաստանի իշխանություններին եւ հայ ժողովրդին ավելի բարձր ստանդարտների հասնելու համար։ Բայց դա կախված է նրանից, թե ինչպես են գործում իշխանության բոլոր ճյուղերն ու ինստիտուտները։ But it will depend very much on how all the authorities and all the institutions are performing. Անկախ կառավարության հետ աշխատանքից Եվրամիությունը մոնիթորինգի ենթարկում է իրավիճակը։ Դուք չեք տեսնում ինչ է կատարվում։ Եվրամիությունը հետևում է իրավիճակին քննարկումների միջոցով բոլոր գործընկերների հետ, սակայն մենք չենք կարող միջամտել առանձին գործերին։ Այնուամենայնիվ մենք շատ մոտիկից հետևում ենք այն ամենին, ինչ տեղի է ունենում։ Վերջին հարցը թրիփի վերաբերյալ է։ Մինչ հայ պաշտոնյաները Վաշինգտոնում քննարկում են ծրագիրը Միացյալ Նահանգների հետ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին։ Ձեր կարծիքով սա կարող է ազդել այդ հարցի գործընթացի վրա, եւ արդյոք ԵՄ-ն հետևում է գործընթացին։ Եվրոպական միությունը աջակցում է տարածաշրջանում խաղաղությանն ու կարգավորմանը, աջակցում է խաղաղության օրակարգին եւ պատրաստ է օգտագործել իր գործիքները, այդ թվում ֆինանսական գործիքները, տարբեր կապուղիների եւ փոխկապակցվածության նախագծերի իրականացման համար։ Իհարկե մենք աջակցել ենք եւ ողջունել ենք անցյալ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ընդունված որոշումները, ինչպես նաեւ ողջունում ենք հաջորդ քայլը, որը կատարվեց կրկին Վաշինգտոնում։ Մենք պատրաստ ենք տեսնել, թե ինչպես կարող ենք հետագա աջակցություն ցուցաբերել, ինչպես կարող ենք համագործակցել, եւ մենք քննարկումների մեջ ենք կառավարության հետ, հասկանալու համար, թե կոնկրետ որ նախագծերին կարող ենք մասնակցել։ With the government in order to see in which particular projects the EU could participate.